Մարդասպան Սաֆարովի կոչումը բարձրացրած Ալիևը շարունակում է թաքնվել խաղաղասերի դիմակի տակ։ Ցորենից հետո Ադրբեջանով Հայաստան հիմա էլ նավթամթերք են ուզում առաքել։ Մեր հացն ու էներգակիրները Բաքվից կախման մեջ դնելը վտանգավոր են համարում փորձագետները։ Նրանց կարծիքով խաղաղության ստորագրումն ու սահմանների բացումը ցայտնոտի մեջ կդնի նաև Թբիլիսիին, որը վախենում է զրկվել տարածաշրջանում տրանզիտային առանցք լինելու մենաշնորհից։ Քննարկում ենք Ադրբեջանից Հայաստան նավթի եւ նավթամթերքի արտահանման հարցը։ Ալիևի օգնականի այս հայտարարությունից տեղեկացանք ցորենից հետո Բաքվից Երևան ուղղություն բռնելու հերթում նավթն է։ Հայ-ադրբեջանական խաղաղության տրամաբանությունից բխող քայլ է, թե Ադրբեջանն այստեղ սեփական տնտեսության հարցերն է լուծում։ Քաղաքագետի պատասխանը համեմատությամբ է։ Առաջարկում եմ եւ նույն ժամանակ չանտեսել Բաքվից հասնող մյուս լուրերը, մասնավորապես, որ այս օրերին Ադրբեջանում կարիերայի աննկարագրելի աճ է ունենում մարդասպան Սաֆարովը, այն մեկը, ով կացնահարեց քնած հայ սպային։ Մասնագետն է հարցնում, խաղաղության տրամաբանությունից է բխում Բաքվի իշխանությունների որոշումը։ Բաքուն ինքը երջանիկ կլինի, եթե տեսնի մի իրավիճակ, երբ որ մենք ինքներս մեր ձեռքով իրենց ազդեցության վտակնեցանք մեր ցան վրա։ Եթե մենք հացահատիկը մեծապես ներկրենք Բաքվում, եթե մենք էներգակիրները մեծապես ներկրենք Բաքվից, ինչ-որ մեկը կարող է երաշխիքան, որ Բաքուն Երևանի դեմ չի անի, այն ինչ արեցին Աղբակի դեմ։ Եթե Հայաստանը տնտեսապես կախված է լինում Ադրբեջանից, դա Հայաստանի վրա քաղաքական եւ այլ տիպի ճնշումներ իրականացնելու վերջական լծակն է դառնում Իլհամ Ալիևի ձեռքում։ Հնդածս ըստ ադրբեջանական պարբերականների, որոնք գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո են գործում, Բաքվում դժգոհություններ կան Թբիլիսիից։ Ադրբեջանի իշխանությունները սրտնեղում են, Վրաստանը տարածաշրջանում տրանզիտային երկիր է դարձել նաև իրենց ներդրումների շնորհիվ, իսկ հիմա ադրբեջանական բեռների փոխադրման համար Թբիլիսիի սակագները շուկայականից անգամներով բարձր են, Ադրբեջանի համեմատ շուրջ 40 անգամ։ Ալիևի վարչախմբին վրացական տարածքով Հայաստան ուղարկվելիք նավթամթերքի առաջին խմբականակը չհարգելու որոշումն էլ չի սփոփում ու գոհացնում։ Ժամը լրատվականի հետ զրույցում իրավիճակը Թբիլիսիից միջազգայնագետն է մեկնաբանում։ Ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի, երկրում դեռ պաշտոնական խոսակցություններ այս թեմայով չկան, սակայն փորձագիտական համայնքի օրակարգում է այն։ Հիմա խնդիրը նրանում է, որ տարածաշրջանում փոփոխություններից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փոփոխություն է տեղի ունենում եւ չի բացառվում, որ մոտակա 1-2 կամ գուցե մի քիչ ավել տարիների ընթացքում կարող են ամբողջությամբ բացվել սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ հետեւաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Այս սա ստեղծում է որոշ վտանգներ Թբիլիսիի համար։ Իրենք հրապարակավ նախընտրում են դրա մասին չխոսել։ Մեծ թվով ճանապարհներ կարող են բացվել եւ անցնել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա տարածքներով, շրջանցելով Վրաստանի տարածքը։ Սա կարող է տնտեսական վնաս հասցնել Վրաստանին։ Վրաստանը որքան էլ աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, այնուամենայնիվ նախընտրում է մնալ տարածաշրջանի տրանզիտային առանցքը, շարունակում է մասնագետն ու հիշեցնում սահմանային անցակետում նախ հայկական, վերջերս նաև ադրբեջանական բեռների հետ առաջացող խնդիրները։ Ըստ միջազգայնագետի, արեստածին պրոբլեմները մեսիջ են, առանց հետևանքների չեն մնա երկրի ճանապարհները շրջանցելու որոշումները։ Խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է իրականացնել տարբեր ծրագրեր, լոգիստիկ ծրագրերի մասին է խոսքը գնում, որոնք շրջանցեն Վրաստանի տարածքը, այսինքն իրենք մեղադրում են ոչ թե Հայաստանին, այլ մեղադրում են Ադրբեջանին, որ Ադրբեջանն է դա ցանկանում իրականացնել։ Իսկ Բաքվում կարծում են, թե տարածաշրջանի ապաշրջափակմամբ վրացական առավելությունները գուցե դառնան խոցելի, ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ գործընթացի իներցիոն ուժով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։